Համոզված եք, որ հայրակ եղել է։ Դե ես ասեցի, չէ, որ Գառնիկ Ղազարյանը պատմել է, որ եղել։ Իսկ Գառնիկ Ղազարյանը կա ստի հնարավորություն։ Ես չեմ կարծում, որ 70-ից մարդը պատճառ ունի ստել, կամ ինչի ստի, լավ։ 70-ից մարդը ձեզ ասել է, որ այդելի վկա, որ ինքը պարզել է, մինչ Համբարձում Ներսիսյանին հանդիպել է, որ ձեզ այդ յուղում չեն սիրում, չեն ցանկանում հասկացել։ Ինքը ինձ ասել է, փոխանցել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են 2 անձ եւ իմ նախընտրական բուկլետին նայելով իմ ուղղությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տեղացել։ Հիմա Գառնիկ Ղազարյանը դատարանում այդ ցույց չի ասել, որ իրեն են մոտեցել, ինքն է մոտեցել։ Նա ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ Շատ լավ, որ ինքը ասել է դատարանում այն, ինչը որ ինքը զգացել է, այն ինչը որ իր ներքին մտորումների եզրահանգման արդյունք են եղել։ Շատ լավ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս այդ գյուղում հայհոյել, խոչընդոտել, թույլ չտալ։ Հարցը ձեզ հասկանալի է, հարցը ըստ էության այլ բան էր։ Ինքը ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ Գառնիկ Ղազարյանը ժամանակին մի որոշակի ժամանակ անց պատմել է, բայց տվյալ օրը ինքը նման բան ինձ չի ասել։ Դուք հաղորդում տալու օրը Գառնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունում եղել եք թե ոչ։ Չեմ հիշում։ Իսկ որ Գառնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, ասել է, որ Հարություն Մկրտչյանը եկել էր ոստիկանություն, Բաքվում ինքը հանդիպել է ձեզ։ Կարող ձեր չհիշելու արդյունքում եւ Գառնիկ Ղազարյանով 70 անց մարտակյանքում սուտ չի խոսում, հավատան Գառնիկ Ղազարյանի ցուցմունքին, որ ձեզ տեսել է ոստիկանությունում այդ օրը։ Գուցե կարելի է հավատալ կամ իհարկե պետք է հավատալ։ Հարցը ընդունել ունի առողջական իմաստով։ Դուք գրքեր կապված առողջական խնդիրներ ունեք, թե եթե առողջական գաղտնիքի հետ հարցը կարող եք չպատասխանել։ Որևէ առողջական գաղտնիք չկա, որովհետև գլխի հետ կապված խնդիր չունեմ։ Ձեր հիշողության ուղուսը ինչով է բացատրվում։ Գեր հագեցած օրերով եւ բազմաթիվ ավելի կարևոր բաներ իմ գլխում տեղավորելով։ Հանցագործության մասին բանավոր հաղորդում տալու վերաբերյալ արձանագրության մեջ առկա է ձեր անուն ազգանունը եւ 077 ձեր հեռախոսահամարում հաստատում եք, որ դա ձեր հեռախոսահամարն է։ Այո։ Այս ձեր հեռախոսահամարը եւ ձեր անուն ազգանունը ներառված է Գառնիկ Ղազարյանի կողմից հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ։ 76-ամյա մարդ, որի հեռախոսը այդ օրը փչացել էր, որից հետո ես իրեն հեռախոս եմ նաև նվիրել։ Ու օրվա մեջ երևի մի 5-6 անգամ Գառնիկ Ղազարյանը իմ հեռախոսը խնդրել է եւ զանգեր է իրականացրել ու ես տրամադրել եմ Գառնիկ Ղազարյանին վստահելով իրեն։ Հիմա գուցե զանգերից մեկն էլ այդտեղ ա եղել, այդտեղ արձանագրվել այդ բարակայում այլ։ Նախաքննական մարմին որ Գառնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ իրեն իր փչացած հեռախոսի զավեշտ է, բայց ներողություն։ Իր հեռախոսի զանգը արել են ոստիկանության աշխատակից, իր այդ հեռախոսի, որ դուք ասում եք փչացած է եղել։ Հենց այդ օրը։ Հենց այդ օրը։ Այո։ Պատասխանել։ Հրավիրել են պատասխանել զանգին։ Հիմա կարող է շատ զանգած կարող են լինել, պատասխանել, հա։ Ես որքանով որ տեղյակ եմ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը այդ օրը փչացել էր։ Դե ես ձեզ ասում, դատարանում է ցուցմունք տվել նախազգուշացված լինելու պարագայում։ Նշել է, որ ինձ զանգահարել է ոստիկանության պետի տեղակալ Ամիրյանը եւ կանչել է ոստիկանության բաժին։ Նախկինում հարգել ես չեմ հիշում, բայց եթե անգամ հիմա դրա անհրաժեշտությունը լինի, ես նույն կերպ կվարվեմ, ոնց որ գուցե նախկին։ Ոնց կբացատրեք, որ Գառնիկ Ղազարյանը թե նախաքննության թե դատարանում հայտնել է, որ ինքը ոչ ձեր համարն է դիապետում, ոչ գիտի ձեր համարը, ոչ էլ ինքը տրամադրել է ոստիկանության։
այդ մարդու հեռախոսը փչացել էր, հիմա ինքը ինչ-որ մեկից իմ համարն իմացել է, ինչ-որ մեկից հարցրել է, կամ ոստիկանության աշխատողը գուցե իրեն ասել է, որ մեր մոտ կա արտացոլվում է եւ ունենք քո նախընտրական ցուցակը գլխավորող անձի հեռախոսա համարը, գուցե իր համարը գրենք, իր հետ քեզ հետ կապ հաստատենք, իր միջոցով քեզ հետ կապ հաստատենք, կներեք դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ վերաբերելի չեն եւ իմ հետ կապ չունեն։